Հիսո ջան, երբ կդադարես մեր մուտքի մոտ հերթապահել։ Լավ, բերում եմ այս հեռու տեղը տալիս եմ, որովհետև չեմ կարող այնտեղ կերակրել։ Ինձ նայ, դեկեր։ Կարծում եմ կարողա չնկատեն, մի պահ չնկատեն, գնամ նոր, բայց անհնարահեսակ վազի։ Ահա, վազեց որցուկս։ Ինչ չնկատեն, հեռվից հեռու ինձ են նկատում։ Արի որցուկ, արի գնացինք, մյուսներն են ներսում։ Լավ ես, վազի, Ավրորան ու Զաբելը այստեղ են դիմավորում։ Հա, Զաբել, ես եմ, այդ դմբոմի հլը վարկենական, հասկացա, ես եմ, անց հանգիստ մի հա։ Տարածքով մեկ հաչացիք, բոլորն իմացան, որ ես եկել եմ, դե ապրեք, անցեք ուտելու։ Գիշ։ Ամեն անգամ այս ճանապարհը ստրեսային հասնում եմ, միջև կերակրում եմ, երբ հասնում եմ տուն, նոր մի քիչ խիղճս հանգիստ է լինում, հետո գնում եմ մյուս տեղը, ջրերը լցնելուց հետո կերերը, հա, ճաշիկ էլ ունեք, հեսա, բերել եմ, հիմա ձեզ, հետան կուտեք բոբոշներս, հասկացա մուլտիկի, բլեքի փոխարեն հիմա դու այս գալի պատուհաններից ձայն տալի, անցի ներս գալիս եմ, դուք ճաշիկներ կերեք, ես մտնեմ նես, Հիսոներին էլ ճաշիկ տամ, կեր տամ, ջուր տամ գամ։ Վարկյանական երկրորդ հարկից իջակ, հա, դե անցեք, անցի շարքով, եկա, հիմա կերն ու ջուրը ձերն էլ տամ ու գնամ։ Կերերը կա, ջուրը կա, ճաշիկը կա, դե կերեք պոպուշներս, ես գնամ դուրս, արագ նրանց էլ կերակրեմ ու հեռանամ։ Կերակ վերջացրեցիք սիրումներս, հեն էլ լրացուցիչ հետո, դե ես գնացի, լավ պահեք ձեզ, հիմա կարող եմ խիղճս հանգիստ գնալ, որ այսօր էլ անփորձանք եք, կարողացա կերակրել, որ կողմով ուզում ես գնամ, մեկ աշններ կան, դիմացս դուրս եկող, արի տեսնեմ դու ով ես, արի ես մի քիչ կեր տամ, արի պուպուշ, մի քիչ ավչարկա այդ շունա պոչը կտրած, էլի եմ հանդիպը, մի քիչ էլ վախկոտ, լավ դե, ինչպես են դառնում թափառական, ընդամենը մի քանի օրա, որ սա եւս մեկ շուն դարձավ թափառական, իրականում այս տարածքը համեմատաբար շնասեր ու կենթանասեր են, դրա համար այս տարածքում, այս շենքերում կան շատ կատուներ ու շներ եւ իրականում չափից շատ են ու նաեւ իրար հետ են կռիվանում, որովհետեւ մյուս տեղերից օրինակ ինչպես մեր շենքը լարում են, չեն թողնում մնան, օրական 4-5 շուն մինիմում մեր շենքով անցնում է, պարզապես անցնում է, որովհետեւ մի վայրկյան անգամ չեն կարող կանգնել, լարում են, որտեղ չեն լարում մնում են, բայց երբ որ շատ է լինում կուտակումը, ինքնին խնդիր է առաջացնում, դու ես, ես ասեմ ով է հետևիցս թփ գալիս, հա Արչո ջան, դու կգաս այնտեղ ու տես թե ոնց, հենա իրանք այնտեղ նստած են, նայի, իրանք այն կողմն են, հիմա ինչ անեմ, ես քեզ այստեղ կերտամ, Արչո, թե գալու ես, հն? Են ինչա տեղի ունեցե վառել են, վառել են, խնդրեմ, երբ պետք է Հայաստանում գործի, երբ որ խոտ են վառում, տուգանքը, սեք ինչ կատաղությամբ ամբողջը վառել են, ինչ ասես, դե իհարկե մոխիրների մեջ չեմ կարող տալ և այս կողմ բերեցի կերակրեմ, ամաններով դուք կերեք, հիմա ճաշել տամ, կարողացա այնպես անել, որ բոլորին հասնի, իսկ վախկոտ կենդանիների դեպքում դա բարդ է, շատ բարդ, անկեղծ չգիտեմ իրականում սա ուղղակի են արել, թե արել են, որ ես այստեղ կենդանի եմ կերակրում և չկերակրեմ, չնայած վառելով ոչինչ չի լինում, ու ամբողջ Բյուրեղավանը, մոտակա այս գյուղերը, հատվածները, ամբողջը ծխի մեջ կորում են, բոլոր տեղերում վառում են,
երբ պետքա տուգանքները վերջապես կիրառվեն ծխի հետքերով, որպեսզի մարդիկ հասկանան, որ չի կարելի այդպես անել։ Պարզապես չի կարելի։ Հատուկ ջարդում են ու ոչ մի աման չեն թողնում ջրի համար։ Այսպես եմ հարմարացնում, քանի որ ծակ բան չլինի, այսպես ցելոֆանի կտոր եմ դնում, որպեսզի ջուրը մնա, մինչև կհասցնեն խմել նրանք։ Սա էլ թող մնա մյուսին։ Դու կշտացել ես, չէ՞ արդեն։ Հա։ Դե լավ եղեք։ Անփորձանք եղեք, զգույշ եղեք։ Բուսին նայեք մի հատ։ Լրիվ պատկեր են, լավ եկեք ձեզ էլ գերակրեմ, նոր գնամ։ Հասկացած, եկեք։ Ներս անցեք, ներսում, այստեղ հարմար չի սիրուններս։ Կերեք։ Ես գնացի։ Հաջողություն։ Արջոն էլ ինձ ենտեղ է սպասում։ Հա, Արջոն։ Ոնց ես։ Եղավ, դե արի քեզ էլ կերտամ։ Գեր Արջոն, ինձ էիր սպասում, հա, սիրունս։ Դե լավ էր։ Փիսո հասկացա, այդ կողմը քեզ կտամ գեր։ Ուխ, եկավ կյանքի կտոր սիրունիկը։ Հեսա քեզ էլ կերակրեմ։ Ուշս։ Սիրուն ջան, դու կեր, ավելացրեցի, Արջին էլ ավելացրեցի։ Արջան, հետևիցս չգաս, ես վազեցի։ Այսպես այսօր էլ այս։ Ես ասեցի ինձ ուղեկցել պետք չի, չէ՞։ Ինչ մի երկու ընկակ, դե դու գնացեք, ես մնամ։ Ոյշ։ Գժուներ։ Այդ դու կշտացել եք, վերջ, դե լավ, ինչա խաղում եք խաղացեք, հետևիցս մի եկեք, հասկին եկել է ուտում ա, տեսեք։ Գժոներ, անվերջ կարող ես ես խաղը նայել, ու երբեք չես հոգնի, և շատ զգուշ են իրար առանց վնասելու։ Կիներ անցնում վախեցավ, ասացի վախենալու կարիք չկա, նրանք իրար հետ են խաղում և ձեզ ամենևին էլ չեն նկատում։